Բոլորիս տրամադրությունը արդեն ամառային է, իսկ այդ նշանակում է, որ բոլորս ուզում ենք գնանք հանգստանալու մեր ուզած տեղերը, բայց միակ տարբերակը բաժանորդագրվելն է։ Բաժանորդագրվի նորալիքի YouTube-ի ալիքին, գրի կոմենտ, սեղմի զանգակի վրա ու անպայման այս տարի կգնաս քո երազած տեղը։ Նորմալ տեղ երազել ինձ Սոչի։ Մոլիս նորալիք եթերում ենք ձեզ բոլորիդ ասում ենք բարի երեկո, բարի գալուստ առաջին ակում։ Հրաշալի հյուրեր, հրաշալի տրամադրություն, բայց այսօր ես ցանկանում եմ, որպեսզի իմ հյուրերի հետ շփվելուն ինձ օգնի մի շատ տաղանդավոր մարդ, եկեք ծափերի ներքո դիմավորենք Օնո, բարձր ծափերով։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Բարև Օնիկս ջան։ Շնորհակալ եմ ողջույն, Օնո։ Ո՞նց եք։ Շատ լավ է։ Հələ։ Այսօր շատ լավ հյուրեր ունենք, շատ հետաքրքիր հյուրեր։ Ես առաջարկում եմ իրար հետ անցնենք մեր հյուրերի հետ շփմանը։ Ես պլյուս։ Այսօր մեզ մոտ հյուր են մարդիկ, ովքեր ունեն 21-րդ դարի մասնագիտություն։ Որն է։ AI-ա։ AI-ն աշխատում։ Այսօր մեր մոտ բլոգերներ են, եկեք բարձր ծափարենք։ Գոր Մանուկյան, բլոգեր, ծափարենք, բարի երեկո։ Գոր, խնդրում ներկայացրու քո ընկերներին, ում հետ այսօր էստեղ ես։ Բարի երեկո։ Բլոգեր են, չգիտեմ միկրոֆոնից ոնց օգտվեն։ Պետք է միացնես։ Հեռախոս դրեք, թող խոսա։ Հա։ Չէ, բլոգերը ամեն ինչը գիտի իրականում։ Այդ ոնց ամեն ինչ գիտի։ Ամեն ինչը գիտի։ Տակիս մայքեն ինչ գույնը։ Սպիտակ։ Չէ։ Չէ։ Չեմ հակել։ Եկել եմ իմ ընկերների հետ Սյուզին։ Ահա, բարի երեկո, Սուսին։ Բարի երեկո, Սուսի։ Մի րոպե։ Սուսուն։ Սյուզին, Այո։ Մուսի։ Սյուզին, Մուսի։ Անահիտը։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Բարի երեկո։ Գոր 77, ճիշտ է։ Այո։ Գոր 77 ինքը ավելի շատ դες գիտեք ոնց ենք պատկերացնում, եք BMW-ով պետք գար, ստեն հանգներ, Այքը չպետք է ավտոյի համանը։ Հենց Կալյանով գլավնի ունեցողի համ։ Այդ ժամանակ հենց տենց եմ եղել, ուղղակի դա չեմ փոխել։ Հենց այդ ոնց է ձևը։ Գոր 7 թե Գոր անունը 2-ով եւ 77, այո։ Գոր 77։ Այո։ Ինչ է նշանակում։ Բայց շատ պետք է բլոկ չվարի, էլի Գոր 7։ Ես ուղղակի 7 թիվը շատ եմ սիրում, իմ սիրած։ Այնքան որ 2 հատ գրիր։ Այո։ Նու իրականում այդպես մի բան տրենդ կար 7 թվի հետ կապված, այդ 2020-19 թվի ժամանակահատվածում էր, ու տենց որոշեցի տենց գրեմ անունս, ու տենց դարձավ հայտնի ու չփոխեցի։ Գոր 7, հա։ Այո։ Մի րոպե։ Ինչ ես անում։ Գոր անունը 2-ով գրեք։ Հա, չէ, քեզ բլոկ եմ արել, կներես։ Հա, կներես։ Մորացել եմ։ Մերսի։ Կներես, հա։ Կհանեմ, բայց։ Ես գիտեմ, որ դուք անում եք անվերջ գովազներ, այդ ճիշտ է։ Չէ։ Բայց տեղ տենց է գրած, ուրեմն կա էս հարցել։ Չէ, անում եմ գովազներ իրականում, բայց անվերջ չի։
Շատ չափազանցրած։ Գոր, բայց ինչա, գովազդը ոնց է կանում։ Ձեր մոտ դարձել է դա ինչ-որ արդեն ինչ-որ ճուղ, չէ։ Այո, ամուսնու ապրելակերպ։ Չէ, ուզում ասել դա լա հիվանդություն։ Հիվանդություն ապրել, այո։ Իսկ գովազդը որն է։ Իրականում ես բացի իմ անձնական էջում գովազդ տեղադրելուց նաև Տեղադրում եմ ձեր անձնական էջերում։ տեղադրում նաև ընկերություններում գովազդ, ընկերությունների էջում գովազդ, այսինքն զբաղվում Իսկ իրանք ուզում են, թե դու զորով։ Չէ, ուզում են, շատ են։ Գիշերը թակում գնում տեղադրում ես։ Իսկ ձեր թիմով ոնց է դու ես որոշում ինչ անեք, թե տենց ընդհանուր կրեատիվ թիմ եք։ Իրականում ես իմ թիմը չի։ Կապ չունեք իր հետ։ Ինչ։ Իրար հետ, չէ։ Շատ չէ, շփվում ենք շատ մոտ ենք, պրոստը այն ամեն ինչը որ ես անում եմ, երեխեքը չեն անում կամ massամբ են անում։ Երեխեքը չեն նայում։ Փաստորեն նորմալ մարդիկ են, խնդրում Այո։ Ապրես Գորջան։ Լսենք։ Ինձ եք ուզում լսեք։ Այո, եթե հնարավոր է։ Խնդրում եմ։ Ես Սուզին եմ։ Բարև Սուզի ջան։ Բարև ձեզ։ Ինչ բացի բլոգինգից ինչով եք զբաղվում։ Ես մասնագիտացված HR թարգմանիչ եմ, նաև reel maker եմ եւ content creator այլ կազմակերպությունների համար։ Իսկ Էսի հասկանալի։ արեշունչը հասկացան, Իսկ ավելի- ջոկ։ Իսկ ավելի։ Լավ, եթե հասկանանք, իրական վիդեոներ եմ նկարում, գցում եմ էջերը ու Դա պետք է։ Ու փող են տալի դրա համար։ Ոնց եք որոշում գովազդ, ոնց է կարելի անել։ Ոնց է այդ գաղափարը ծնվում։ այսինքն Հասկացա։ Բայց ուրիշ բլոգեր չէր ասում։ Օրինակ անհատի գովազդանում եք։ Մենաշնոր չի։ Անհատի գովազդանում եք, օրինակ ես եմ եկել, ասում եմ այդ գովազդը ինձ։ Հա։ չէ, այդպես Ինձ գովազդ ռեկլամ ոչ արա։ Մեծ ջինսս պրոֆեսիոնալ քայլ է։ գովազդ։ Խի, մարդու ռեկլամ չկա։ Չէ, եթե դուք չունեք կոնկրետ կազմակերպություն, գովազդը անիմաստ է։ Ունեմ, ես եմ կազմակերպությունը։ Շատ կազմակերպված տղա է։ Այո։ Իսկ հարկեր վճարում եք դրա համար։ Կամերային, այո։ Վճարում եք հարկեր։ Այո։ Բացի գովազդից նաև ուրիշ կոնտենտ էլ ունեք, հումորային կոնտենտ։ Հա, աշխատում եմ TikTok-ում ներկայացնել lifestyle կամ հումորային TikTok-ներ, հիմնական unboxing-ներ։ Հումորային unboxing-ներ։ Հումորային unboxing-ներ, այո։ Ո՞րն է հումորային unboxing։ Հումորային unboxing։ Այսօր կբացենք կոշիկ։ Բացում եմ էջի տոնոն այլ։ Այսօր կբացենք անիկդոտ։ Ուրեմն այս թևը։ Դեզ եւս բարի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Թույլ տվեք գուշակել ձեր անունը սեով ասկսում։ Դուք ինչ եք անում բացի նրանից, որ բլոգերությամբ եք զբաղվում։ Ինչպես։ Բացի բլոգերությունից դուք ինչ եք անում։ Ես 2 օր առաջ ավարտեցի համալսարանը։ Ո՞ր համալսարանը։ Մանկավարժական համալսարանը, հագուստի դիզայներ եմ, մոդելավորող։ Ո՞ր։ Իսկ ինչ կասեք մեր հագուստի մասին։ Բավականին հետաքրքիր։ Ես Բավական հետաքրքիր։ չեմ։ Անճաշակ։ բավական հետաքրքիր։ Եկեք խոսափողը փոխանցենք Անահիտին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Անահիտն եմ, Այո, ես վասի Անահիտ ջան, դուք։ Գյումրեցի։ Այդ առաջին կետն է, որը ես միշտ պարտադիր նշում եմ։ Առաջին Դե բարբարով հիմա ասա։ Okay։ Okay։ Գոնե okay գ։ Վերջում։ Լավ։ Ամերիկայի լենական։ Ես Անահիտն եմ, լեննագանցի եմ։ Առաջին մասնագիտությամբ դերասանուհի եմ։ Ավարտել եմ հենց լեննագան։ Դե ոобще բարբար չէր, ոобще։ Դու ինչքան ժամանակ ես զբաղվում բլոգինգով։ Ես երևի թե 3 տարի, բայց շատ սիրողական մակարդակից եմ սկսել։ Սիրողականը ո՞րն է, սիրում էիր ուրիշի վիդեոները։ Ուղղակի ինքս իմ համար սկսեցի տեղադրել, դեռ ունեի շատ քիչ հետևորդ։ Այդ ո՞րն է։ Մենակ դու ես նայում։ Հա, նենց եք։ Չէ, այսինքն հետևորդներից լսարանը այնքան շատ չէր, ինչքան որ հիմա, չնայած որ այլ բլոգերների համեմատ էլի քիչ է, բայց ամենայն դեպս իմ հետևորդները Instagram-ում 25000 են։ Լավ այլի։ TikTok-ում 18000, չնայած որ ես TikTok-յան հարթակում այտենց ակտիվություն չունեմ։ Էջ չունես։ Էջ ունեմ, բայց այնքան լրջորեն չեմ վերաբերվում, ինչքան Instagram-ին թերևս։ Ոչ լրջանով նավար սենց ես սկսені։ Եղել է շրջան, որ այո։ Դե TikTok-ին Հայաստանում ով է լուրջ վերաբերվում։ Գոր, եթե հիմա տանք հազարություն, որ գովազդեք առաջին ակումբը։ Ինչպես կգովազդեք։ Ես օրինակ ցույց կտայի, որ ինքս եմ եկել։ Այսինքն սեփական փորձ, հարություն։ Ահա։ Ու արդեն կպատմեի իմ տպավորությունների մասին։ Իմ մասին լավ բաներ։ Իրականում ձեզ շատ եմ սիրում։ Սոնային էլ։ Մերսի շատ եսը։ Իսկ Գոր դու ում փորձառությունը ցույց կտաս դու։
Ես էլ իմ կարծիքի մասին կկիսվեմ ու խորհուրդ կտամ, որ անպայման գան առաջին ակումբ եւ վայելեն հիանալի երեկո։ Հիանալի կոկտեյլ։ Ես առաջարկում եմ հիմա դուք գաք բեմից անենք այդ ամեն ինչը։ Ես Բոլորով։ բոլորս։ Բոլորով, շատ լավ է, այո, համեցեք ասա շորցեր եք խաղում։ Համեցեք։ Գիտեք հիմա որտեղ են գտնվում։ Որտեղ։ Առաջին ակումբում։ Ոնց։ Հենց տենց։ Մերսի։ Իջեք սկսենք։ Տապարենք մեր բլոգերներին։ Ապրեք շատ, ապրեք։ Կրկին մեզ մոտ տաղավարում եւս մեկ բլոգեր Էլեն Ավակյան, ավելի կոնկրետ Մոնդելա։ Բարև ձեզ։ Ճիշտ ասացի ամեն ինչ։ Բարև ձեզ։ Բարև Շատ ձեզ։ լավ է։ Տապարենք Էլենին։ Էլեն Մոնդ Էլեն Ավակյան Մոնդելա, խնդրում եմ պատմեք։ Մոնդելա։ 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 Նելսոն Մոնդելա։ Մոդելա։ Բա ինչ։ Մոնդ Մոնդ ինքը գերմաներեն նշանակում է լուսին։ Այդ ժամանակ ես գնում եի գերմաներենի պարապմունքների այն հույսով, որ ես կգնամ Գերմանիա։ Զուտ։ Բայց հետո պլանները Դա փոխվեցին։ իսպանատան համար էիք։ Պլանները փոխվեցին։ Ու ես կտրվեցի քննությունից։ Պլանները փոխվեցին, նիկնեյմը ոչ։ Այո, նիկնեյմը չփոխվեց, որովհետև ինձ սկսեցին ճանաչել տենց։ Մոնդ։ Ես կարելի ասել շատ հաճախ կորում ու հայտնվում էի, բայց հիմա եկել եմ մշտական։ Ու առաջին իսկ օրվանից մտածում էի ինչ կոնտենտ վարեմ, ինչ անեմ, լավ, ես մարդկանց ես ինչ կարամ ցույց տամ։ Հետո։ Вообще կարող է չանեմ։ Հետո ինչ արեցի, Չի կոմենտո։ Մի օր շատ պատահական Չեմ հավատում։ ծանոթանում եմ այս երիտասարդի հետ։ Ոնց որ չես ծանոթացել, ասում ես Որը ես երիտասարդի հետ անունը ոնց էր։ Մի բարկան։ Կմեռեմ եթե դու ես լեննականցի, ճիշտ եմ Ես հասկանում։ լեննագանցի եմ, հա։ Ինչ մասնագիտություն ունեք։ Ես բուժքույր եմ։ Սովորում եք բժշկական համալսարանում Երևանի պետական Մխիթար Հերացու անվան։ Ես քոլեջում եմ սովորում, բայց չեմ շարունակելու, որովհետև Ինչի։ իմ կամոք չեմ գնացել այնտեղ, ես անչափահաս եմ եղել եւ ինձ անկեղծ տարել են Հենց այնտեղ։ հիմա կամերանային ասեք, սա լուրջ։ Ստիպել են ինձ անկեղծ, ես բժշկության հետ չեմ ուզում որևէ կապ ունենալ։ Ու մի ամսից երբ որ ես ավարտեմ, դա կլինի իմ կարիերայի վերջը։ Հասկացաք տնեցիք, մի ստիպեք։ Բլոգինգով ասպան։ Ես այսքան տարի սպասել էի այսօրվան, որ ես բոլորին ասեմ, որ ես բացարձակ կապ չեմ ունենալու բժշկության հետ։ Всё, մեռեք։ Իսկ երբ հասկացար, որ ուզում ես հումորով զբաղվես, այդ հումորի զգացումը միշտ ունեցել ես, տունը ծիծաղացել ես մարդկանց, ո՞նց է եղել։ Իմ մեջ հումորն էր, միշտ հումորն է, ամեն ինչ ես կատակի կարամ տամ, ամեն ինչ կատակի, այդ տեսակի կարամ Ամեն ինչ կատակի։ կատակ։ Ամեն ինչ։ Օրինակ։ Օրինակ, Մետ օնոյի կատակի տուրել։ Հա։ օնոյի կանգնած դիրքը օրինակ։ Զուտ առանց նեղանալու։ Մի րոպե շտրավ չեք խփում։ Էդի դու քո համար ես կատակի տալի։ Օնոն տխրեց։ Օնոյի համար էդի։ Էլ չանցնես կատակ։ Չեմ անի։ Իսկ սիրած հումորիստ ունես։ Ճիշտն ասած շատ պատահական մի անգամ ձեր ստենդափներից մեկին պատահական ձրի մտել եմ ու նայել եմ շատ հավանել։ Ո՞ս ձրի Այո, մտել։ չեմ ճոգում ուրախանամ, որ ինձ ասի ու թե քշվեմ, որ ձրի ա մտել։ Մի րոպե։ Ո՞նց է ձրի մտել։ Այդ ժամանակ թատրոնում մեր ընկերներից մեկին էինք օգնում ու դուք այդ ժամանակ ստենդափ էիք Մեր տալիս, ընկերներից անգամ մեկին վիդեոներ ունեմ ես ձեր ստենդափից։ Նայեք ձրի մտել է։ Հետևից անգամ վիդեոներ ունեմ ես։ Որտեղից։ Բեմի հետևից։ Բեմի Բեմի հետևից։ հետ։ Այո։ Ձրի մտել եք Ուրուզե եկել եք։ Ես անգամ գրիկ ջան ձեր տանը վիդեո։ Մերսի, իրոք արժի ծափարել Էլենին, որ իսկականից շատ լավ հումորիստի անուն տվեց։ Ես էլ եմ ու շատ քեզ սիրում։ սիրեց։ Իսկ հիմնականում ինչ կերպար ես սիրում խաղալ։ Ավելի շատ ինձ սազում է ոնց հասկացել են խանդոտ աղջկա կերպարը։ Ոնց խա։ Օй, լավն է։ Մա ցույց տա։ Խանդոտ, մի հատ ցույց տուր, մի հատ խանդի մեզ։ Մատ խանդի։ Ձեզ Չեմ, չեմ եկեք բեմ։ Մեծ ծափան։
Նայ, դու խանդոտ աղջիկ ես, եկել ես մեզ բռնցել։ Գերիկ ես։ Եկել ես մեզ բռնցել ես։ Հա։ Իսկ ինչի ժամանակ եմ ձեզ բռնացնում, ուղղակի խոսալուց, թե Այսա կտենաս։ Հեսա մի րոպե։ Հələ ֆրա։ Լավ դե ես կֆռամ, լավ։ Ժան ընկերս։ Լավ։ Ինչ անենք որ խանդի։ Բռնցել է յանի։ Էս ինչ ես անում։ Ո՞վ է ինքը։ Օնոն։ Օնոն, ո՞վ է, ինչ գործ ունի քո հետ։ Նայ, արդեն հանդիսատեսին մեջ Հայ, կողես։ դες արդեն մեկ սխալ։ Ինչ գործ ունի իմ հետ։ Ինչ գործ, դուք իրար հետ ինչ կապ ունեք։ Ահա մենք Ինչ կապ ունեք, այսինքն։ մենք բանը։ Մենք սենց ենք անում, մենք։ Հա, ուղղակի դուք իրար հետ եք։ Ճանկս էսի ինչ ինչ դու ես մտածում։ Ես ինչ դու ես մտածում։ Հաստատ։ Արա ինչ սիտուացիա որ երկուսից ես խանդում։ Դու պայրար ես ինչ գործ։ Առաջին ակումբը ողջևորում է միշտ բոլոր բլոգերներին, թեկուս սկսնակ, եկեք ծափարենք Վերցեք։ Կոմենտներում գրեք ձեր սիրելի բլոգերներին ում եք ուզում, որպեսզի Լայք եք, տպտպացրեք։ Այ, սա ձեզ։ Տպտպացեք։ Արյուծ խրգեք, մերրեմ ձեզ։ Մեծ սրտիկ գցեք։ Արդյոք Ուրիշ բան է դառնում, լավ։ Ծափարենք մեր վերի շատ բարձր։ Օնիկ, ձեր ծափարությունները։ Գերիկ։ Առաջին ակումբն է նորալիքի եթերում մենք սկսում ենք եւ միանգամից բարձր ծափերով ուզում եմ շորցերի համար բեմ հրավիրեմ Գոշին, Օնոին եւ առաջին ակումբում քամբեքա լինելու, ով է լինելու Գոռ Հակոբյան, չէ, Վագը, չէ, Իրինան, չէ, Թամարիկը, մի մտածեք բոլորից հեռուստադիտողների YouTube-ում այս էմոջիները տեղասան եւ մեր ակումբը վերադարձել մեր շատ լավ ընկեր Ղանդիլյանը բարձր ծափերով շորցեր գնացին Եվս մեկ անգամ բարի ողջույն ոնց եք ժողովուրդ ոնց է տրամադրությունը միանում հրաշալի է շատ լավ է եւ առաջարկում եմ միանգամից ասնենք մեր շորցերին եւ առաջին շորցը պատկերացրեք իրավիճակ Բաքում Արա Օբոջան բարիգում ցավը տանեմ Բարև Գագո ջան Արա ախպերս ասեն քեզի հարգում ենք ցավը տանեմ մեր հայաթիցս իրար հետ մեծացել ենք ախպեր քեզի հարգում սիրում եմ մեռնեմ արևից բայց այդ երեխետ անդաստիրակ լակոտա մեծանում այ ախպեր Ինչ է եղել Արա մեծերին հարգել չգիտի ցավը տանեմ Արա հայաթը կայնած եմ ախպեր պուճուր քարերով խփում ախպեր Պուճուր քարով խփապեր գլխից կպավնգեր մի հատ մեծ ցավը տանեմ ձևը տես չի ախպեր ես քեզ ճանաչում դու մոծակ սատկասրած չկա սա ախպեր արա երեխու դաստիրակ է ախպեր կանչել եմ ընկեր ականջը քաշում ձգում եմ ախպեր հետը Սարայով է խոսում ընկեր ասում արա ախպեր բա մեծին արա են ասում ախպեր մեծին հարգել է պետք է ախպեր մտ սովորած երեխու մեծին հարգի ախպեր Հասկացանք ընկեր բայց Արա ախպեր ես ֆռացել եմ ասեմ դավայ գնա ախպեր ֆռացել եմ էթում եմ ախպեր հետևիցս թքում ախպեր հետևից թքում կարար կապներ չէ չկա պես կարար կապներ չէ ախպեր Էդի ճիշտ է ախպեր ես մեծի հանդեպ մեծին տենց է վերաբերվում ախպեր մեծին պատի հարգի ախպեր սովորցրա մեծին հարգի ախպեր երեխային Ախպերս հասկացա Գագո ջան դու էլի մնգերն ես բայց դու մի հատ ասա դու ինչ ես արել որ ինքը իրան տենց է պահում Ախպեր պահկվոցի խաղալուց ասենք տետև աշկիտակով նայում եմ ընկեր բայց ասենք էդի պատճառ ախպեր երեխու դա դևս ուսու ախպեր արա Շարունակում ենք ողջույն ձեզ Բարև Առիթ բարև շատ արագ սկսեցինք Հաջորդ շորցը պատկերացրեք իրավիճակ ֆռեշնոցում Բարև ձեզ Բարև ձեզ Ֆրեշ ունեք Այո ինչ ֆրեշ եք ուզում Բանա ելակ էլի ախպեր Բանա ելակ հա հենց հիմա պատրաստ եմ մի րոպե Սոնգերս պատրաստ է։ Արա ցավը տանեմ
կներես, էլի պրոստը մտքերով ընկա, դու բանա ելակ էիր, չէ ուզե։ Հա, աղբերս։ Պրոստը մի քիչ ծրվա աղբերս, ուրիշ բան ստացվա, ոչինչ։ Բայց ինչ է ստացվել, որի Եղավ բանա ելակ ու մատերս։ Հայերս ինչ կա վիսիլիտ է կանում։ Так, ուրեմն քանի որ ամառա ռեպերտուարը փոխվել է, ամառային երգեր գրացինք։ Շոքա շոքա մամա ջան, շոքա մամա ջան, շոքա շոքա մամա ջան, շատ շոքա շոքա, շոքա շոքա մամա ջան, շատ շոքա շոքա։ Դե հաջորդ համարը արդեն իհարկե հասցրեցի գուշակել դեպք փողոցում։ Բարև տղաջան։ Այ բարև տատի ջան։ Տղաջան մի առատիկին օգնես։ Օգնեմ, ցավը տամ, ինչով օգնեմ։ Ցավը տանեմ, բակի ակտոստերս տուննեմ թողեմ, մի հատ գնա, ես ինչ է, ես ինչ պետք է արվի, ես ինչ։ Հա, տատի ջան, այնա գրածա, կապուտ, իզո են ծառի տակ։ Հա, մերսի տղաջան, մերսի, ցավը տանեմ։ Հայերը շարունակվում է մեր ամառային փլեյլիսթը եւ իհարկե շոկ համարա միթա ուրեմն ինձ զգում, շոկ համարա ոչ քնում եմ, ոչ զարթնում, ոչ մեկի չի էլ նկատում, է շոկին ուր գնանք, Էմի ջան, է շոկին ուր գնանք։ Շնորհակալություն։ Այդ հարցերով ժողովուրդ ջան Էմիի հետ արդեն, բայց ինձանական եթե բան կա ասեմ, ուրեմն դեպք Ատամնաբուժարանում։ Այո, Վեժան։ Այ բարև ձեզ։ Վեժան, այո, հաշտերեմ էլի ցավալտային։ Ահա։ Վեժան, կարող ես պլոմբես մի քիչ մեծ ես դրել։ Ճիշտ ասած, մեր մոտ պրոֆեսիոնալ կլինիկա է, դժվար, նս մասնագետներ դժվար։ Հաշտալ Վեժան, կարող ես նայել։ Չէ, նա նորմալ իրա չափով է դրածա, չէ։ Հա, մերսի, հա։ Չէ, նա իրա չափով է դրածա։ Լավ, հասկացա։ Ուրեմն հաստատ ինսուլտն է խփել։ Եվ մեր վերջին շորթի համար ցանկանում եմ բեմ հրավիրել մեր գեղեցկուհուն Նարինեին։ Նարինեին եկեք բարձր ծափերի ներքո հրավիրենք բարև Նարինե ջան։ Ես պատկերացեք իրավիճակ պսակադրության ժամանակ։ Դե, ինչ ավարտեցինք մեր այսօրվա օրվությունը եւ եթե ներկաների մեջ կա մարդ, ով դեմ է այս միությանը, թող հիմա խոսի կամ հավերժ լռի։ Ես եմ դեմ Տեր հայր։ Արա ով ինչ ես խոսում հրավա։ Ես դեմ եմ ընկեր, դեմ եմ աղբեր, չպետք է ընկեր, իմ ընկերը փսակվես աղջկա հետ։ Արա հովո գիժես, արա դու իմ Արա Գագո ջան ասում եմ դու չպետք է փսակվես իրեն։ Արա հովո մանկական ընկերս ես, արա։ Հասկացանք ընկեր, ես դեմ եմ, Տեր հայր դեմ եմ ես։ Արա հովո արա հարամ ես անում արսնիկս, արա։ Ես դեմ եմ, Տեր հայր դեմ եմ, ցավը տանեմ, ես դեմ եմ։ Արա մեր տունն ես դու մեծոցի, արա գիժես արա։ Հա, ես դեմ եմ որ դուք փսակվեք, իրանք չպետք է փսակվեն, Տեր հայր։ Արա մերս քո դեմը հացա դրի, արա։ Հա, ես դեմ եմ, Տեր հայր, դեմ եմ, ցավը տանեմ։ Արա հովո իրար ծոց ենք քնել։ Ախպեր ես մարդը հարցրեց ընկեր, ես դեմ եմ ասում եմ։ Արա ինչի մարես դեմ։ Որտեվ ես եմ քեզ սիրում կյանքս։ Շնորհակալություն մեր շորսերը այսքանն էին։ Օպա! Վանդիլյանը, Գոշը, Օնոյը Եվ Նարինե! Եթե մտածում եք ինչ կարելի է ուտել օրինակ այս պահին, ուսանք տեսեք նայում եք սենց որ սուշի, մուշի այդ կողմ եք նայում, իհարկե զանգարում եք Da Vinci Sushi-ին, ամանավանդ որ մինչև այս էպիզոդը վերջանա կբերեն առաքումով կհասցնեն։ Ես խոսք եմ տալիս ձեզ, եթե հանգարց չբերեցին, ես կապ չունեմ, չէ բայց կբերեմ։ Մայիսը անցնում է, իսկ այդ նշանակում է, որ կարելի է արդեն սկսել հարսանիքներ անել, որովհետև կա, չէ՞, տենց ավանդը որ մայիսին հարսանիք չեն անում, իսկ որտեղ անել լավագույն հարսանիքները, լավագույն առիթները, իհարկե Prime Hall-ում, այստեղ միշտ
լավ տրամադրություն է, այստեղ միշտ ուրախ է, այստեղ շատ լավ ձեզ կդիմավորեն։ Ինչի է միշտ այստեղ ուրախ, որովհետև առաջին ակումբն էլ է այստեղ նկարվում։ Մեր ուրախությունը, մեր տրամադրությունը, մեր բարձր էներգետիկան միշտ այստեղ է մնացած։ Եկեք այստեղ արեք։ Եթե ուզում ես դառնաս առաջին ակումբի գործընկերը ու ես քո ընկերությունը սիրեմ Օնոից, Գոշից, Մկոից, բոլորից շատ, ուրեմն զանգարիր այս նշված հեռախոսահամարով ու արի դարձիր մեզ գործընկեր։ Բարև ձեզ, որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս համար։ Գիտեք, դժվար է ասել, ինքը օրինակ իմ համազգան ունեցող Արմենը Պետրոսյանը, ինքը ասենք օրինակ գնացել են Եգիպտոս, դե մենք էլ ենք մամայի կողմը, լի Արմեն Պետրոսյանը, ասենք Որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս համար։ Այ շանտական, արագ ուրիկ ջան, միթապեկան նկարին սա Հայաստանով հայտարարակ էլ են, աղբերս դուլը կանին Բարև ձեզ, որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս համար։ Հարց է տվել մարդը պատասխանի։ Դե ամառը մի քիչ ինքը հարաբերական ասած բան է, ընդհանուր տենց տենանք էլի ոնց կստացվի։ Տենանք, Գեղեցկուի ջան, տենանք, այս 16 տարի է այդենք լսում էլի։ Հա, տենանք, մարդը, սա մեր մի բան կանենք, տենանք ինչ են կարող անենք, ըստ այդմ կտենանք ինչ են կանում, կանենք կլինի մի բան հաստատ։ Գիտես ես երբ կհանգստանամ, երբ որ մեռնեմ ու պրստեմ քեզանից, երբ որ մեռնեմ կհանգստանաս, որ ես որ ես քեզ տանեմ տունը հանգստացնեմ, դու կհանգստանաս, շնորհակալություն եթերի համար։ Բարև ձեզ պապի ջան, կասեք որտեղ եք պատրաստվում հանգստանալ։ Երևի հենց տեղ եք հանգստանում։ Որը լատվականն է։ Էլ ամերիկան, ինչի անջատեցին, նայում ենք։ Եթե հոգիշ բացատրեն, մենք Թայլանդի դեսպանատունը, Թայլանդի դեսպանատունը, դե Թայլանդում գիտեք, հայտնի հանրահայտ Ժան-Կլոդ Վան Դամը, կինո նկարում, չէ, որտեղ բոքսը եւ Բարև ձեզ, որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս համար։ Ճիշտ ասած այս համար տանը, երևի տանը կհանգստանամ, դե տանից լավ տեղ որտեղ պետք է հանգստանաս։ Ասենք առավոտը արթնացար, դուրս եկար պատշգամբ, կոֆեն դրեցիր, քո համար վայելեցիր օրդ։ Տանից լավ տեղ չկա։ Շատ լավ, իսկ որտեղ է ձեր տունը։ Բարսելոնայում։ Բարսելոնա։ Այո։ Բարև ձեզ, ինչպես եք պատրաստվում հանգստանալ։ Դե ես ակտիվ հանգստի սիրահար եմ, սարեր, ձորեր, լեռներ, գետեր, ծառեր մագլցել եմ սիրում։ Ոյ, իսկ եթե ակտիվ կյանքի հա, սիրահար եք, ինչ եք այստեղ պարկած։ Արա քուրիկ ջան, ես ծառից եմ ընկեմ, այդ սկորի զանգի գան օգտեն։ Բարև ձեզ, որտեղ եւ ինչպես եք պատրաստվում անցկացնել ձեր ամառային արձակուրդները։ Ես մատ կներկայանամ։ Այժմ ձեր համար կխզարի, քոքից կկդրի կհանի, կեղի ու կտեղի, դրուժբով արմատից կգողական Վարավսկոյի շանսոնի արքա Դոնկայո։ Это для вас, я никто, как и вы для меня, а для вас я никто. Դոնկայո, Շենգավիցի, Վարավսկոյի, երկիչ շանսոնի հեր, Քարփինջի զավոտի։ Բարև ձեզ, որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս համար։ Կերակ ես ժողովուրդ, ծծիկ ես ժողովուրդի արունը, կերակ սա ժողովուրդի։ Ով։ Դու։ Բարև ձեզ, որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս համար։ Ես այս ամառ 3 ամսով լինելու եմ Դուբայում։ Փաստորեն բավականին մեծ գումար եք պատրաստվում ծախսել։ Ոչ, փաստորեն մեծ գումար եմ աշխատելու։ Փողոցներում Երևանի գետնանցումներում լոլիկ վաճառում են, լոլիկը, դե մի անգամ ես որ պիցա կերա, Ես այդ օպերայի դեպի տրատվարը իթե բան։ Ներեցեք, բարև ձեզ։ Զանգ եմ կամերա եկավ, հաղորդում եմ։ Բարև։ Որտեղ եք պատրաստվում հանգստանալ այս համար։ Հայաստանում, իհարկե Հայաստանում։ Բայց որտե՞ղ, Հայաստանից լավ տեղ կա յանի։ Դե օրինակ շատերը մեկնում են Եգիպտոս։ Դե ինչ Եգիպտոս այդ ցավը տանեմ, ասենք Դիլիջանը պակաս Եգիպտոս, ասենք մենք գնացեք Դիլիջանում հանգստացեք, Դիլիջանի այդ պավարոտների վրա կուկուրուզը մի հատ կերեք, ասենք այդ իմանաք որն է հանգիստը։ Իսկ միգուցե Եվրոպա։ Դա ցայիշ Եվրոպա, ասում եմ Եվրոպա, Դիլիջանը պակաս Եվրոպա։ Գնացեք մտածեք Դիլիջանի այդ պավարոտների կուկուրուզն է, ասում աղը լավ ցանեք այդ կուկուրուզները կերեք, արա, որ իմանաք հանգիստը որն է։ Լավ, իսկ եթե գաղտնիք չի դուք որտեղ եք աշխատում։
Ես բանը Դերեջանի պավարոտների վրա կուկուրուզ եմ ծաղ։ Եկեք ընդե։ Եկեք։ Որտե՞ղ եք պատրաստվում հանգստանալ այս համար։ Վաշմիտե։ Այսինքն Հայաստանում եք ուզում հանգստանալ։ Չէ։ Բա ինչ եք ցանկանում։ Ես ցանկանում եմ, որ 50 բալանոց երկրաշարժ լինի։ Բոլորը մեռնեն, մնամ մենակ ես։ Բարև ձեզ։ Որտե՞ղ եք պատրաստվում հանգստանալ այս ամռանը։ Հանգստանալուն դեռ ժամանակ է, դեռ կհասցնենք հանգստանալ։ Մեկ բան ասեմ ձեզ, էլի, ես Da Vinci Sushi-ում առաքիչ եմ աշխատում։ Մեկ հարց ունեմ, էլի, այս չեք ամաչում։ Da Vinci Sushi-ի Instagram եջախի գողացակ։ Այդ էսեմ եմ աղջիկները մեղք են, այդքան տանջվել լավ էջն սարքել, որ գողանայք։ Հիմա էլի կսարքենք, դա չի խնդիրը։ Всё, այսքան է, 11 դրոպ եկը, այն կողմից։ Մերսի։ Բարև ձեզ, որտեղ եք պատրաստվում հանգստանալ։ Ես մենք փաստորեն հանգստանում ենք, հա։ Ես գիտեմ մենք առավոտից իրիկում պախա տնելու համար ենք մենակ։ 12 տարեկանից աշխատում եմ, ասեմ իմացեք։ Դրել եք լուրջ հարցերով զբաղվեք, այ աղջիկ ջան, հետաքրքրվեք, տեսեք ես մատնակաշես եւ բանից 300 դրամ դառավ։ Դրել եք երեք հագեցեք, չեք հագստանում, մենք առավոտից պախա տնենք։ Բարև ձեզ, ինչպես եք անցկացնելու ձեր ամառային HDMI կաբելները ինքը ժամանակին երբ որ արդեն ներմուծեցին Հայաստան, դες ինչպես գիտեք, էլեկտրոնիկայի խանութում տնօրեն է աշխատում։ Բարև ձեզ։ Որտե՞ղ եք պատրաստվում հանգստանալ այս ամառ։ Քուրս պատական անցորդներին այդպես անկապ հարցեր տալու տեղը ախպեր ջան։ Ավելի լավ է 12 շենքի ջրերը տվեք, մտնենք լողանանք։ Որ լողնանք արդեն կհանգստանանք, ցավը տանենք։ Հա? Ինչ ասես, Ենոք ջան։ Բարև ձեզ։ Որտե՞ղ եք պատրաստվում հանգստանալ այս ամառ։ Այս ամառ ես պատրաստվում եմ իմ ճաշերի հետ գնամ ծով։ Որտե՞ղ։ Սևանացած։ Ինչի Սևանացավ չի։ Բարև ձեզ։ Որտե՞ղ եք պատրաստվում հանգստանալ այս ամառ։ Ճիշտն ասած ես արդեն հանգստանում եմ, որովհետև ես Ամերիկայից եմ եկել Հայաստան, you know, so իմ հայրենիքում եմ ես ու արդեն ինձ հանգիստ եմ այստեղ զգում, որովհետև իրոք վայելում եմ կարոտել էի, շատ վայելում եմ իմ հայրենիքի հողը, water ոնց է, ջուրը, օդը մաքուր։ Իսկ երբ եք գնացել Հայաստանից։ 2 ամիս առաջ մարտին ենք գրին կարել տնեցիկով։ Լավ, ես գնամ դե Republic Square-ը նայեմ էլի։ Շնորհակալություն ձեզ, լավ օր։ Առաջ օրինակ 1000 դրամները օրինակի համար դες ստորագրություն են տալ, պարոն Բարխուդարյանն է ստորագրել, պարոն Բարխուդարյանը իմ քերու համադասարանցին է, ինքը գիտեմ, Ու գիտեք, ես ձեզ ասեմ, որ այնտեղի ծովի աղը բավականին օգտակար է օրգանիզմի համար, այն վիտամինները, որը ստանում է մեր օրգանիզմը։ Դե լսածն է ուրեմն։ Ես դրա ֆուտբոլի ինձ արդեն գժվացրիք, ըննենց չանեք, մի անգամ եք ասեք, կոպ Ինքը արդեն առանձին թեմա է, էլի շատ օգտակար է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեծ ջնջեք էլի էսի։ Ես sense բան եք անում, նկարում գցում եք, հայտարարեք եք անում մարդկանց շահը։ Ջնջեք, էսի գիտեք քանի, sense գիտեք քանի անգամ ասած բաներ եք, ոնց էստեղ։ Ջնջիլը։ Ուր ենք քույկը։ Ջնջետ զոն ախպեր։ Բաները, շիբինը բերում են Երևանում եւ վստահում են ճանապարհների եզերին, դրանից դեֆիցիտ առճամ, թանկացում է, ինֆլյացիա եւ
Ձեր քունը տանում է, հա, դե նորմալ է, ինքը երեկոյան շատ մարդիկ են քնում, ես էլ եմ շուտ քնում, ես պահեմ դուք հանգիստ քնեք, հա։ Ինքը երեկո նորմալ է, ճիշտ պետք է քնես արևի հետ եւ արթնանաս, հա, խաղաղի, ինքը նորմալ է, խաղաղները իրանք իրենց կյանքով են ապրում, իրանք հաճիշտ է, կան խաղաղները։ Նայում ես առաջին ակումբ ու միշտ ասում ես, բա ես ոնց գամ դահլիճից նայեմ ես սիմպատիշնի դեմքերին, ասում ենք ձևը, ներքևը լինք ադրած, պարզապես գրանցվեք ու եկեք, մուտքը դեռ ազատ է։ Դեռ։ Եվ այսպես շարունակում է առաջին ակումբը եւ պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ դերասանական քննության ժամանակ, բայց դասախոսներից մեկը աշարք է վերցրել, որպեսզի տեղավորի իր ծանոթներից մեկին։ Բարձր ծափերի ներքո դիմավորեք։ Բրավո! Ինչպիսի դերասանական խաղ! Բրավո! Աղջիկ ջան, դուք ընդունված եք։ Չեմ սիրում ասել այդ բառը, բայց տաղանդավոր է։ Չեմ սիրում ասել, բայց տաղանդավոր։ Դուք ընդունված եք։ Ենգի բարյան։ Փայլուներ, բայց դու տեսար ինչ լավ էր Բարոյան խաղում բատուտի կերպարը, դու տեսար։ Այնքան լավ էր խաղում, քիչ եմ 200 դրամ տայի վրան թրվռայի։ Դու դա ես ասում, ես կառանձնացրի ինչպես այս պարմանուհին խաղաց չորեքշաբթի։ Այդ էլ է լավ խաղ։ Չորեքշաբթի ոնց խաղաց, ես հավատացի։ Այսօր 2 շաբթի է, բայց հավատացի, որ չորեքշաբթի է։ Я верю, вы выиграли, да։ Իսկ մարմնի պլաստիկան տեսար, մարմնի պլաստիկով ինչպես էր նա խաղում իմ Հոգու հետ, շատ լավ աղջիկ ջան, դու ընդունված ես կարած գնաս շնորհակալ եմ քեզ շատ լավ էր, հաշալ էր այդ կապակցությամբ ուր էր Շատ լավ, ինչ սերունդ ունենք այդ կապակցությամբ մի հատ ոնց որ էս մեր ընդունվածի կենաց է, ինչ ասեցի Աղջիկը ներկայության բայց գորով Դե բայց հիմա գեղեցկու կենացը ձեր համար սեպտեմբերի 1-ին կգաք, սեպտեմբերի 1-ին ձեր հագնված կգաք Հաջողություն Դավայ խմի Դու ստեղ ինչ ես անում Լաուրիկ Կարող է շենքը Կալյանոցի հետ ես խառնել։ Դե եկել եմ ընդունվեմ ստե որ իրար կուրսի ծլնենք, սաղորի իրար հետ ելնենք մի կուրս, իրար կող նստենք։ Դուք դու չես կարող ընդունվես, չես հասկացել, մատ քեզ նայի։ Ոչ եմ կարա։ Պապա ինգերս դե պրոժեկտորը աշխատում։ Նախ Ինքնձի կընդունի։ Մի խոսքով դու չես ընդունվելու ես ինստիտուտ, այդքան բան։ Դե կտենաս։ Իսկ ես հասնելու եմ Լաուրիկ։ Քանի տեղ մնաց դերասանական բաժնում։ Տետի ասին ունի։ Մի հատ տեղ մնացել, ճիշտն ասած հենց մի օքել մնացել, առաջարկում եմ կանչենք շուտ ընդունենք։ Դե կանչենք շուտ ընդունենք։ Բարոյան կանչենք շուտ ընդունենք։ Հաջորդը արի տղա ջան, արի։ Բարի գունձես։ Բարև Ալբերտ ջան, արի առաջ, արի։ Ինձ թվաց թե ճանաչում է իր երիտասարդունից բարև Ալբերտ ջան։ Ես պրոստը դեմքից որ նայում էի Ալբերտ էր էլի, տենց ինձ թվաց Ալբերտ չի անունը տղա ջան, Ալբերտ է անունը, ես կան եմ անում, ասում Բարոյան դու ախր դու ինձ մի աշկով ես նայում, Ալբերտ է անունը տղա ջան, Ալբերտ է անունը։ Քեզ ազանգ է պապան իմը մար արազա։ Բան արես, զանգեց ասեց որ խիստ վերաբերվեմ տղային։ Ասեց որ խիստ վերաբերվեմ տղային, զուտ բեսանտ խիստ եմ վերաբերվելու քեզ։ Բեսանտ խիստ։ Տես բան ասե պապան։ Հա, այս տենց ասես մեկ ասեց այդ չընթրլոյին կասես ավել պակաս չխոսը տեղեկայինից ուսման արայի է։ Հա, չընթրլոն պապայի բառն է, էդի հաստատ ասել է, հա, իրա ստիլի մեջ է էդի։ Դե վсё ուրեմն, մի հատ տեղա մնացել տղա ջան, էլ երկար բարակ էս կողմ, այն կողմ չընկնենք, Բարոյան նշանակի գնա, վերջ։ Դու ընդունված ես, վերջ, գնա տղա ջան, գնա։ Ինչ ընդունված եմ, մի վարքյան կարող եք դրսեցի քո համար, չգիտեմ ինչա, գյուղ ինստիտուտն ովանց այդ փողոցով ընդունենք, սա վեհ տաճար է, մեծ պետք է հասկանանք, տղան համապատասխանում է մեր պահանջներին, թե ոչ։
Այ քեզի բան։ Ասում եմ ես մեկն է մնացել ընդունենք գնա, մենք էլ մի հատ ըստե շիշա մնացել, էսի տոպկեն գնա, ինչ ասիր։ Բարոյան, մենք 1000 լիտր գործ ունենք, ախր մեզ սազեց։ Մեզ սազեց։ Удар ниже пояса. Это удар ниже пояса. Это уже... Ты вспомнишь, когда там в России мы были, в Казахстане? Լավ, նշանակի թողել։ Да, չէ, տաճան, տես շիլնում։ Մեկ է պապան ասեց, ես փողը վեկալ, մի հատ ճամփին մտի սուպերմարկետ, մի հատ սև տոպրակ վեկալ, ես փողը դի մեջը, որ չևա, որ փողը էլի, տարտու էտ դասախոսին, բայց ընես կանես էտ կողի նստած քյալը ալկաշը չջոգի, որ փող ենք տալի։ Բարոն Գսպեյան։ Բարոյան։ Դուք կաշարք եք վերցնում արվեստանոցը։ Բաչարը։ Սարքել եք, մի ծիծաղեք, երբ ձեր է ծնող է խոսում։ Ինձ չեք հարգում կոչումներս հարգեք։ Սարքել եք կաշառակերության վայր, կաշառք եք վերցնում ու մի բերան ինչ չես ասում։ Բարոյան, ախր դու չես կացար ինչ եղավ։ Բրավո, տղան հոյակապ խաղաց կաշարք տվող տղայի կերպար, բրավո, տաղան, ես մի հատ առանձնանամ, մի հատ ես մոտիկանամ, մի հատ ես քեզ ձեռը ծխմեմ, մի քիչ ես կոմ կան, մի հատ համբուրեմ գլուխը, ու ասեմ այան ասուն, տենց բաները, տենց յավնի մի արա, էդի դիր ջեբս գնա, դիր ծոցա ջեբս գնա, շատ լավ ես խամ, դիր ծոցա ջեբս արա գնա էդի, տենց դիր էդի, սիրտս լծվավ նես լավ խաղաց, գիտես, ապրես, վերջ, շատ լավ ա, նշանակենք, գնանք, հա, դու դուսարի, եսի մի հատ դուք բանարը, տակի, մի վարք տակենք, բայց... Օբա, դու ես, Բարև ձեզ, ես դիմորդ եմ, կներեք, մտել էի զուգարան, ինչ-որ մեկ եկավ, դուրը փակեց վրես։ Ոնց է լավ արա այս զուգարանից։ Բայց աշկտ քեա կապտած։ Պատուհանից դուրս թռա, իսկ պատուհանը երրորդ հարկում էր։ Խնդրում եմ ասեք, որ քննությունը դեռ չի ավարտվել, ու ես դեռ շանսում եմ։ Ավարտվել լանգեր։ Ես նոր ընդուն վախպեն, ոստը բեսամ տես դերեր մերերի բռնեմ։ Խառա, պերոսը։ Տղան ընդունվել, այո, տղան ընդունվել, գիգանտը ընդունվեց, այո, գիգանտը ընդունվեց։ Այո, գիգանտը ընդունվեց, տղա ջան գնա։ Եվ թողայինի վարորդի պատճառով հուշացայի եւ զրկվեցի իմ տարբալից երազանքից։ Բայց խարիզման կա, ես կգտնեմ քեզ վարորդ։ Բայց բեմական կգտնեմ քեզ։ Ես կգտնեմ եւ կհայոյեմ քեզ։ Մի աղախնի պես, մի պորնիկի նման։ Ես ինձ քիչ թե շատ պարկեշմարդ եմ համարում, բայց քեզ մեզ տեսնում եմ այնպիսի բաներ, որ ավելի լավ է մայրդ քեզ ծանոթ չլիներ։ Դու հպարտես քինախնդիր, փառամոլ, ավելի շատ մեղքեր ունես ձեռքի տակ, քան ժամանակ նրանց տեղ տալու։ Ինչ ուրեմն քեզ նման էակներ քաշ գան երկնքի եւ երկրի միջև։ Ես կբռնեմ քեզ, մոտներս կմցնեմ, աչքդ։ Ինչ այլ ընկեր։ Եկում եք այս խոսում։ Չհասկացա, ոնց է քննությունը ավարտվել է։ Ոչ մի բան չի ավարտվել, մի դիմորդի տեղ կա երկու կանդիդատ, դվոյն одного, да, մի դիմորդի, երկուսը պայքարեն տեսնենք ով է արժանի, նայել կընդունվի։ Ախր բարոյան, հասկացանք ընդունվի, բայց ախր մենք գործեր ունենք, ախր բամետ նայ, մետ ձիշովի սպիրտը, ձիշովի սպիրտը, Это удар ниже пояса, ты понимаешь? Բարոյան ընդունենք մեր գիգանտին է ստուֆտա դերասանը տո գնաս տեից ընդհանրապես, Պատի դուս կամ։ Պետք դուս կա տղան։ Պետք է համ քննություն կանենք, համ կխմենք, ազդական, գործականը։ Թո պայքարեն, ինչ։ Թող պայքարեն, այո։ Վաբշե աշխատում եմ տարիկոյով տղեքի հետ չպայքարեմ ախպեր, պես։ Տղա ջան, եկել ասել ես տեղ պետք է ցույց տաս, թե ինչ կարող ես խաղալ։
Խաղալ։ Այո։ FIFA։ Ռեալով անջոտ եմ սրանում։ Կակրաս տրիկոյով է։ Տղա ջան, եսի նկատի ունեմ ինչ կարող ես ցույց տալ։ Հա կարամ FIFA ցույց տամ։ EA Sports, it's in a game։ Բա հետո թիմ ընտրեք ախպեր, նստել եկա։ Արանջ ոստիկ։ Տղա ջան, կարծում եմ պարզ այս երևույթի հետ դու ինչ կարող ես ցուցադրել։ Ես տանը պատրաստել եմ կխաղամ հիմա տոպրակ քամու ժամանակ։ Տոպրակ քամու ժամանակ։ Թույլ տեղից կպակ, համեցեք։ Խարիզմայով։ Այդտենց։ Ես այս տղային նայելով ես հիշեցի ամերիկյան գեղեցկություն ֆիլմը, վերջին տեսարանը, որտեղ տոպրակը հանձնվել էր քամուն եւ ինչ է կատարվում այնտեղ։ Տղա ջան, բրավո։ Լավա չխեղտվա վարա։ Ախպեր ես տոպրակը ձեզի պետք գալու է, թե կցենք այդ ախպերս։ Այո, տղա ջան, չեմ սիրում այդ բառը ասել, բայց ոնց որ տաղանդավոր ես։ Լավ, եկեք խնդիր տանք հասկանանք, թե ոնց կարող է։ Ես, բայց ես տամ էլի, հա, մի հատ տրանսպորտ։ Արի առաջ, այ, երրինն է, մի հատ կայնին դե։ Մետրո, չէ, մի հատ կայնին դե, հա, պոեզ։ Ուրեմն, մի հատ էսպիսի առաջադրենք, հա, հեշտ, պարզ առաջադրենք։ Եթե լավ դերասան է բարոյան կընտրենք։ Գժվար դու ոնց որ գիտես։ Ուրեմն, պատկերացա, դու 34 տարեկան նախկին բժիշկ ես, ով 1 տարի առաջ կորցրել է իր կնոջը ավտովթարի ժամանակ։ Դու եղել ես ղեկին, բայց մինչ օրս քեզ մեղավոր ես զգում, թեև վթարի իրական մեղավորը դու չես եղել։ Այս փորձությունից հետո դու փոխել ես քո մասնագիտությունը, հեռացել ես քաղաքից եւ տեղափոխվել նոր վայր, նոր կյանքի որոնման մեջ։ Տեսանը տեղի ունեն փոքր սրճանում, որտեղ դու հանդիպում ես մի կնոջ, ով դուր է գալիս քեզ։ Դու փորձում ես շփվել, նույնիսկ ժպտալ, կատակի տալ նրան։ Հանդիսատեսը պետք է զգա ցավը, որ դու փորձում ես թաքցնել քո ժպիտի տակ, քո խոսքը, քո պետք է ջերմ լինեն, բայց ներքուս դու կարծես բռնել ես մի մեծ ուզական փոթորիկ, դու չես խոսում կնոջդ մասին, բայց նրա հիշողությունը ներկա է, շարժված բթությամբ, հայացքի մի պահով, ձայնի ճեղքումով, դու կարողանում ես թեթև վնասվածքդ քողարկես ավտովթարից ստացած եւ դու եւս փորձում ես քողարկել այդ ամեն ինչը կատարվում է քո մեջ, քո ներքին կոնֆլիկտը, դու ցանկանում ես շարժվել առաջ, բայց դու զգում ես, որ եթե գետ մի պահ հանկարծ ժպտաս ուրիշ կնոջ ներկայությամբ, քո սեփական կնոջը դավաճանած կլինես։ Դե խաղա։ Դե խաղա, այս հեշտ պրիմիտիվ հանձնարարությունը, դե խաղա, եթե լավ է, թող խաղա բարոյան, թող խաղա։ Սկիզբը կեշացնեք։ Տախտակ, ինչ ես կանեցը կործած տրանսպորտի դեմքով ինձ նայում տաղա ջան։ Զերո, իսկ հիմա, մի հատ շանստանք, մի հատ Ալ Պաչինոյին շանստանք, մի հատ ապագա Դենիրոյին, մի հատ ապագա Խորեն Լևոնյանին, Լևելի չէ, բայց ապագա Ալ Պաչինոյին, Ես պտի դուզ գամ։ հասկացա դե արդեն երիք հարայի, շանստանք։ Ջան, երկա շանստանք։ Քանի որ քո հայրիկը ասել է, որ ես խիստ լինեմ, շատ դժվար հանձնարարություն տալ տղա ջան, դժվար, այն նրա հեշտ պրիմիտիվ տուֆտա բանը չէր։ Ուրեմն, խաղա կանգնած տղա։ Բրավո։ Բարոն Գսպեյան։ Բարոն Բարոյան, ասա։ Ակն այդ կերպով երիտասարդին առաջ եք տալի, ինչ հեշտ խնդիր եք տալիս։ Հեշտ խնդիր։ Այո։ Լեսի մի հատ խմի։ Կանգնած տղան։ Լեսի խմի դրան դու կարաս այդ կանգնած տղան խաղաս։ Դե խաղա։ Դե կանգնի, դե իրապես ուղիղ կանգնի։ Լավ, այսի բարդ է, այսին թունեցի։ Իմ մեթոդները ուրիշ են, եթե կա B Գսպեյան, էլ ինչ K L Բարոյան, ախր, հասկանում ես։
Ձերեում ինչ ասում, արա։ Եկեք անձնական վիրավորանքների չանցնենք։ Հորդ անունն է, ես կապ չունեմ։ Ամեն դեպքում։ Լավ։ Գոյելի որ չեմ ասում խռը բարոյանի որդի, Էրիկա։ Խնդրում եմ իմ երջանկա հիշատակ պապիկին չանհանգստացնել։ Լավ։ Տղա ջան, դու տրիկոյով երիտասարդ, հանճար։ Come on baby։ Դերասանական խաղի հետ պարզա, երկուսն էլ ապերախտ են, համեմատացի իմ կուրսի ուսանողների։ Բայց ես պետք է դուրս գամ ընկեր։ Հասկացանք դերա դու։ Տղա ջան, ինձ խանգարում ենք, մենք դուրս գանք։ Երկ, վոկալ, երկի։ Ախր ինչ վոկալ, եթե կա բոկալ, հələ մի րոպե, այ ցավը տանեմ, ես պրծապար ես տկիչ սաղ։ Հələ եսի մի հատ ցավը տանեմ, մի հատ եսի խմես կարողա փոխվի հայացքդ։ Կարողա պետք չի վոկալը, գնաց իրար հետ։ Ես առաջարկում եմ մենք գլգլցնենք, իրանք կլկլցնեն, տղա ջան, վոկալ, դավայ։ Լավ։ Ես պատրաստել եմ վոկալը, Ջորջո։ Տղա ջան, կյանքդ մի պատմի, երկի։ Պուչելայի ծարիա։ Օպերայի ծարիա։ Տղա ջան, սոլ տերոլ։ Eso drama ma vita ridi placciato e da quantamina la Կարող եմ ռեչատի տուգակ։ Say no more. I think you'll never understand. I have used the same the name all my life. Elvis Presley. Գերես, դու կարող ես վիդեո ծնունդել ես շնորհավորում Արանքերս իմանա կմերի կոմասին աղբեր, տիշի նկարում ենք, էլի Տղա ջան, նայեցիր Տաղանդավոր է, այո Շանս չտանք ապագա Բրեդ Փիթին, ապագա Դիկաբրոյին շանս չտանք, ապագա Բանակումի Ջամշանին շանս չտանք, Դու տեղերից ես կպտում համեցեք, երկի տղա ջան Դու մի հատ իրա վոկալը ստուգի, ես գնամ զուգարան Տակ, տղա ջան, վոկալի քննություն երկեք ինչ եք պատրաստել Ես պետք է դուրս գամ Արիստարա Ես ընդիս կերքեմ, դու պրոստը բերանդ բացի փակի, էսի բերանդ չի արա, էսա բերան, ուրա բերանդ չի, էսի բացի փակի, ես ընդե երքում եմ, Տղա ջան, ես ինչ պաուզա էր, ասում եմ երկի Devonia penesa, madanto tanto penesa, è una gatte. Rajan, stop! 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 Rajan, stop! Stop! Rajan, stop! Stop! Ասկացան կարակ ծիստի տունեմ ստոպը որն է նորմա Ես ինչ ես? Ոնց էր, լավ երկեց, վերխերը ոնց պահեց Ինչ վերխեր դուք ընդեղ կանգնեցի Լավ, այ մի բորբոքվի, մի հատ տականք իրար հետ Սո, ընդունում ենք գիգանտին Ընդունում ենք Բան իշեցի Տղա ջան, դու ինչ ֆիլմեր ես դիտել Ես շատ ֆիլմեր եմ դիտել, բայց սիրում եմ ամենաշատ մեր հայկական մենք ենք մեր սայրիտ ֆիլմը, Հարցություն հյուսիսից ֆիլմը, մեր մոքցան տանգոն, կարամ անգամ տեսաններ խաղը մեր տեղից, օրինակ Ուրեմն Մուրադը ճամփա գնալ չգիտի, սերփը պիտի ստանի։ Այն ժամանակ որ Մուրադը Մախաշկալան, Վլադիկավկասը ոտքի տակ էր տալիս, սերփը որտեղ էր, Գիտի տաղա Կամ կարող եմ օրինակ մեր մանկության տանգոյից մի դրվակ խաղալ Հերու ինչ որ շիրար հետ պազում եք Բայց նված մարդիկ եք ու վերջացավ Չեմ սիրում ասել, բայց տաղանդավոր Մեկ էլ կարող եմ օրինակ մենք ենք մեր սարից ասեմ Կեզ որ կանչում են Ինչու չես բարեհաճում ժամանել
ընկեր մինիստր, թե սպասում էր հետևիցդ ինքնաթիռ ուղարկենք։ Он гений, понимаешь? Он гений. Ենթումված ես տղա ջան։ Իվարկեմ ես գիգանտը բա գիգանտը մի հատ ինչ չընդունենք, չնայենք մի հատ, ապագա Կարեն Ասլանյանին չնայենք, Լավ, տղա ջան, մետ քո կինոները, մետ ուղղակի կինո, որ կինոն որ սիրում ես, ասա, մի հատ կինո սիրում ես, ասում ես, նշանակում ես գնում ես կինո մի հատ։ Սիրածդ կինոն։ Սիրածս կինոն բանն են։ Պրոստա անունը չեմ հիշում։ Կարող բացատրի, բան են, որ սաղ մի տան մեջ է, մի տան մեջ են սաղ, էդի եմ ես սիրում ամենաշատը։ Եվ որ սաղ ընթացքում մի տան մեջ են։ Դու ասա։ Բան է դա երևի Տարանտինոյի, ամերզիցել նաև այսմորկա ետ ես, չէ՞ ոնց ամերզիցել նաև այսմորկա ետ ես։ Տարանտինոյի հա, մեջից ամենաշատը բանն եմ սիրում, որ Adzիկը Վարդանին ասում է, համբալը տա։ Էդի է դասում, էդի նավից բան։ Adzիկը։ Հայրեն կրկնօրինակում ու նայել։ Հայրեն կրկնօրինակում անձամբ ես եմ արել։ Բրավո, շատ լավ ես արել, այդ դրա խաթր մի բաժակ խմում ես, դու չես անջտվում այսօր։ Ես արդեն ստաժավոր դերասան եմ, ինչի մստել։ Կամի։ Ընդունված է։ Տղա ջան։ Զզվացրեց։ Կարաս մի թթու վարունգ խաղաս քեզնից հոտ քաշեմ։ Փուչուրներից են մեծերը։ Փուչուր։ It's me 750 դրամանոց։ Դժվար, ինչ թթու։ Բարոյան ինչ թթու վարունգ Բարոյանի է։ Լավ, դե ասեն շուտ ասելու գիտես։ Փուչուր կարում, բայց թթու չէ։ Տղա ջան, քո անձնականը մեզ հետաքրքիր չի, ասեն շուտ ասելու գիտես, գնա։ Հակոբը ցածկեց ցից ցանկապատից, ցանկապատը ցնցվեց ցոլակի ցածկից։ Թույն ընդունված է մի խոսքով ցոլակի ցածկից։ Մի ոստ ընդունված, ուղղակի գիգանտ է։ Ապագա Անի Երանյանին, շանս չենք տալիս, չկա։ Շուտ ասելուկ մի հատ, ասան նշանակենք գնա։ Բոմբարդիրո կրոկոդիլո։ Բալերինա կապուչինո։ Բրավո, իմ սիրածը։ Թուն սահուր։ Ապրես, բրավո։ Ինչ բրավո։ Ես բան չհասկացա։ Այսի որ խմես հաստատ կհասկանաս, վերցրա։ Այմա հասկացա։ Շատ լավ, տղա ջան, ընդունված ես, մի հատ ստորագրի։ Հասկացա, որ սիրտս խառնում է։ Շատ լավ պա, ստորագրի տղա ջան, դու ընդունված ես։ Հետ եմ տալի։ Գնա կյանքը քո վայելի է։ Բայց իրան է ընդունել։ Գնա, դու դյուս տարի կգաս, վերջ, գնա։ Չէ, չես ընդում, գնա, всё, վերջացինք։ Ինչ վերջացինք, հետ եմ տալի։ Լուրջ ես։ Տղա, այ տղա։ Տրիկո, արիլը։ Դու տոպրակ լավ ես, չէ խաղում։ Բարոյանը բատա, մի հատ պարկիստ է, մի հատ թափի եսի, դավայ, գնդե, այստեղ։